Բարև բոլորին, ես շարունակում եմ իմ վիդեո դասերի շարքը եւ մինչեւ դասերին անդրադառնալը տեղեկացնում, որ անցկացնում եմ խորացված տրտեսմաքսի դասեր մանրամասների համար գրեք կոմենտներում կպատասխանեմ։ Անցնեմ դասին, այսօր ես ցույց եմ տալու թե ինչ ձևով է աշխատում Unwrap UVW գործիքը տեքստուրավորման մոդիֆիկատոր է հանդիսանում եւ այսպես մի հատ մոդել եմ երաչափ այստեղ պատրաստել, որ ունի կոր հատվածներ, ես ցույց եմ տալու նախ թե UVW map-ը ինչ ձևով է, ինչքանով է գործը կատարում եւ նոր անցնելու ենք Unwrap-ին։ Ես այստեղից Material Editor-ի միջից ընտրել եմ Material Variant-ին միացրել եմ Checker Map-ը, որպեսզի ցայտուն տեսնեմ ավելի լավ է երևում այս տարբերակով, վերջում կկիրառենք սովորական ինտերնետից քաշած ներբեռնած այստեղից տեքստուրա, ես պայն ես կիրառեմ այստեղ եւ գամ այս մոդելի վրա տեղադրեմ UVW map։ Այստեղ UVW map-ը միացնում եմ եւ ընտրում ենք բնականաբար այստեղ ոչ vertical cylindrical այստեղից box ռեժիմը մաքսիմում լավագույն արդյունքը box ռեժիմի ժամանակը տեղի ունենում եւ այստեղից օրինակ ես այս UVW map-ի մեջ այս slack-ի վրա երանգյունի վրա այս սեղմում gizmo-ի մեջ եմ մտնում եւ scale-ով այս տեքստուրան սկսում եմ շատացնել կրկնապատկել, ասենց ասեմ, բազմապատկել ավելի ճիշտ է այսպես շատացնելուց հետո ես ինչ եմ տեսնում, որ իմ տեքստուրան այստեղ տեղեր այստեղ գալիս է այս հատվածում օրինակ այստեղ մեծ կտոր եղավ, այստեղ փոքր կտոր, այսինքն տեղեր կա ձգումը, տեղեր կա լողոզումը, այսինքն սա տեսեք այս հատվածում ինչ ա եղել, սպիտակն եկել է save-ի վրա, այսինքն UVW map-ի անելու բանը չի էսի։ UVW map-ը ջնջում ենք, կիրառում Unwrap UVW UN գրեմ Unwrap UVW Այս կանաչ գծերին չենք անդրադառնա, պայմանականորեն ծրագիրն առաջարկում է, որ այս հատվածներում կտրատել ենք, մենք թողնում ենք դա, այստեղ այս երանգյունիկ ունենք ոնց որ բոլոր մոդիֆիկատորները մեծամասնությունը, ուրեմն այստեղ տեսնում ենք, որ ոնց որ edit pool-ին ունեի կետերի գծերի պոլիգոնի ռեժիմ, իհարկե այնտեղ էլեմենտներ ավելանում, այստեղ կետերից գծերի ռեժիմ եմ գալիս եւ նշում եմ հատվածներ, որոնք պետք է բացեմ մասերի բաժանեմ, այսինքն 3D մոդելը ես պետք է մի քանի մասի բաժանեմ, կտրատեմ եւ այս տեքստուրան կարծես առանձնացնելով, բայց իրականում մոդելին փոխվարափոխություն տեղի չի ունենում, կարծես տեքստուրայի տեղորոշումն եմ ես բաժանում, հա, վերևի հատվածը որտեղ փռված կկատարի այս ներկողքի միջտեղի հատվածը եւ ներքևի հատվածը կոնկրետ այս մոդելը 3 մասի ենք բաժանելու։ Ես այստեղից ընտրում եմ այստեղ մի հատ գիծ, իհարկե այստեղ Alt-X տամ, որպեսզի ցայտուն տեսնենք մենք գծերը, այստեղ կրկնակի կլիկ եմ ասում եւ մի հատ էլ ներքևի հատվածից եմ նշում այսպես եւ այստեղից էլ նշում եմ օրինակ Unwrap-ից այստեղից սա նշում ենք եւ այսպես ավելի հեշտ է նշվում։ Իհարկե այս անջատում եմ սրանք deselect եմ տալիս, մնացածը ճիշտ է։ Այս 3 մասի են բաժանում այս 3D մոդելը եւ տեքստուրան ենք կարգավորում։ Այստեղից գալիս եմ ասում եմ այս փիլ պատուհանից աջ կողմում ունենք փիլ պատուհան, կա ներքևում կա գրած այստեղ convert edge selection to seam սեղմում սրա վրա կապույտով ընդգծեց որ այս կարմիր նշած այսինքն գծերը կտրեց կապույտը ցույց է տալիս կտրված կարգ ես պիտի գամ արդեն պոլիգոնի ռեժիմ սեղմեմ օրինակ այս վերևի հատվածում եւ այստեղ փիլի մեջ նորից փիլ պատուհանի միջից պիտի գամ նշեմ expand polygon selection to seams այստեղ նշեցի ամբողջությամբ այդ կտրված հատվածը նշում է եւ ես պիտի ասեմ այս փիլի միջից field map սեղմեմ սրա վրա
2D պատուան UV editor-ն է, սա բացում է, ցույց է տալի 2D վիճակով փռվածքների հատվածներ։ Ասում եմ start pit, ասում եմ stay start relax եւ ասում եմ commit։ Այսա բերում եմ այս հատված, այսպես ուղղում եմ, անցնում եմ մյուս հատվածներին, այստեղ նորից pit, stage expand polygon selection to seams, այսպես start pit, start relax եւ commit։ Նորից սա էլ եմ ուղղում այստպես, օրինակ քիչ էլ rotate ուղղեմ, այսպես եւ մեջտեղի հատվածը այստեղ նշում եմ, ասում եմ այսպես, իրականում այսպես թեկությամբ ճիշտ չի, բայց իհարկե այստեղից կարող ենք ուղղել այս edit UVS-ի վրա, սեղմում այս կոճակի վրա, բացում է տարբերակներ, X-ը այսպես, X-ն էլ է այս պարագայում աշխատում, Y-ն էլ, բայց ոչ Z-ը, այս Z-ը սենց ասում է, այս ձևի է փռում, բայց այս ձևի սխալ է, այստեղից ասում եմ Y կամ X, այսպես ընտրեցի ես և գամ նորից փիլի միջից և այստեղից pit map ասում start pit, այստեղ շատ կարևոր է տեսնելու, եթե ընդհանուր ինքը բացել է, մեծամասնությունը բացել է, կարող եմ ասել, start relax չտամ, շատ ժամանակ փչացնում է, կարող եք փորձել, բայց ես այդպես commit եմ տալիս և reshape elements-ից նշում եմ Straighten selection, այստեղ նշեցի և սպես ուղիղ բացեց երկայնքով այստեղ փռեց այս հատվածը։ Ես ասում եմ, որ բայց իմ մոդելը 3D մոդելի վրա տեքստուրան ճիշտ չի տեղաբաշխվել, այսինքն միտեղ մեծ հատիկ փոքր են, միտեղ ձգված երկար է, որպեսզի տենց չլինի, այսպես ասում եմ, որ ծրագիրը այս հատվածում ամբողջությամբ հիշում ենք այդ բաժանված 3 կտորները եւ գալիս ենք այս պատուհանի միջից նշում ենք arrange elements-ից փակ custom-ը ստեղ տեղադրելով այս քառանկյան մեջ անվրապը ցույց է տալիս, որ այստեղ քառանկյան մեջ տեղադրելով ձեր այստեղ տեքստուրան մոդելի վրա արդեն հավասարաչափ է, բայց ես այդ չեմ կարող տեսնել, որտեղ շատ մեծ բաժինների մասերի է բաժանվել, այստեղից ես ասում scale-ը նշում եմ, մի վայրկյան այսպես մի վայրկյան, այս մեկ լավ չի, այս անվրապի մեջ միշտ խնդիր է տալիս, այս scale-ին ընտրում եմ, ամբողջությամբ scale-ով ընտրում եմ, սենց մեծացնում եմ, ինչքան այստեղ մեծացնենք, այստեղ այդքան կփոքրանա, օրինակ, գանք նայենք, ինչա տեղի ունեցել, այստեղ ես կարող եմ ծալեմ, այսպես այստեղից դուրս գամ, տեսեք ինչքան հստակ անցումով այստեղից սենց այս շախմատաձև գալիս անցում է տեղի ունենում և ոչ միտեղ ջուր կտրվածքներ չկա, միայն են հատվածը, որտեղից կտրել ենք, այդ տեղը մենակ այստեղից, այստեղ այս կտրվածքի մասում տեսնում եք այստեղ մի քիչ տարբերություն կա, բայց եկեք այստեղ checker map-ին փոխարինենք այստեղի շարվածքով, տեսնենք ոնց է մեր մոդելի վրա երևում, իհարկե շատ մանր մասերի բաժանեց, բայց ամեն դեպքում ցայտուն երևում է, թե որ այս վերևի մասը դե առանցին կտորներ է, ներքևին առանցին, այս մեջտեղի մեծ երկար կտորը, ինչ ճիշտ ճշգրիտ տեքստուրան բաշխվել է մոդելի վրա։ Այսպես այսքանը չմոռանաք բաժանորդագրվելու եւ լայքերի մասին, այս ձևի մենք ստանում ենք մեր 3D մոդելի տեքստուրավորման ճիշտ ճշգրիտ բաժանումները։ Այսքանը ստեցություն։